Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհին մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղոավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը։ Տեղում աշխատում են պարեկային ծառայողները, սակայն հսկայական խցանումը պահպանվում է արդեն 2 ժամ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունել է զինված ուժերի այն հոգևոր սպասավորներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին սրբությունն իր հայրական օրհնությունն ու երախտագիտությունն է հայտնել գնդերեց քահանաներին, բարձր գնահատելով նրանց տարիների նվիրյալ աշխատանքը զինված ուժերում։ Վեհափառ հայրապետը մասնավորապես կարևորել է հոգևոր հայրերի դերը զինվորականների շրջանում հավատքի զորացման, հայրենասիրական ոգու ամրապնդման եւ բանակում բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր սպասավորներին նոր նշանակումներ է կատարել, հորդորելով նրանց նույնպիսի եռանդով եւ պատասխանատվությամբ շարունակել իրենց առաքելությունը եկեղեցական ծառայության նոր վայրերում։ Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ տեղահանված հոտի։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին, խնդրել մեջբերում նրա անհապաղ բարոյական եւ դիվանագիտական առաջնորդությունը 2 խորապես մարդասիրական եւ հոգևոր նշանակության հարցերում։ Այն է հայ ռազմագերիների եւ պատանների վերադարձը, ինչպես նաեւ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը։ Արցախի թեմի եկեղեցիների քրիստոնեական հուշակոթողների եւ պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորել է եւ դիտարկել որպես երկրորդ կետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Երևան կժամանի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Բաքու։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով 2026 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի օդում փոշու պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Մասնավորապես կենտրոն վարչական շրջանում գերազանցումներ են արձանագրվել ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում 4 օր, իսկ Նոր-Նորքում փետրվարի 1-ին։ Թեև ծծմբի եւ ազոտի երկօքսիդների մակարդակը մնացել է նորմայի սահմաններում, սակայն փոշու բարձր մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը իրավիճակը որակել է որպես հերթական քաղաքային կոլապսի նախաշեմ։ Ըստ նրա, խնդրի հիմնական պատճառը քաղաքային իշխանությունների ձնամաքրման աշխատանքների թերի կազմակերպումն է, ինչի հետևանքով մայթեզրերին կուտակվել են աղի եւ աղավազի մեծ կույտեր։ Ձյան հալվելուց հետո այդ կույտերը չեն հեռացվում, ինչն էլ հանգեցնում է օդի աղտոտվածության կտրուկ աճին։ Բնապահպանը զգուշացրել է, որ առաջիկա անձրևների ժամանակ մայթեզրերին մնացած աղավազը կհոսի դեպի հեղեղատար համակարգեր, խցանելով դրանք։ Սա իր հերթին կարող է հանգեցնել ջրհեղեղների, նյութական վնասների եւ տրանսպորտային քաոսի։ Վարագյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն մայթեզրերը մաքրելու ուղղությամբ, հետագայում տեղումների պատճառով սպասվող բարդություններից խուսափելու համար։ Միացյալ Նահանգները շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո։ Իրանը կարծես շատ է ուզում գործարք կնքել, պետք է տեսնենք, թե ինչ կստացվի, ասել է նա։ ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին հանդիպել են Օմանում։ Դա առաջին բանակցություններն էին երկու կողմերի միջև 2025 թվականի ամռանը Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներից հետո։ Բանակցություններին մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ-ի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները, Թրամփի փեսան։ Բանակցությունները եղել են անուղղակի Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, որն առանձին հանդիպել է յուրաքանչյուր կողմի հետ։ Արաղչին իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է նախնական պլան Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ընթացիկ իրավիճակը կարգավորելու համար, իսկ ամերիկյան պատասխանն էլ բանակցությունների ընթացքում հանձնվել է իրանական կողմին։ Հանդիպումից առաջ իրանական պաշտոնյաները պնդել են, որ ցանկանում են քննարկել միայն միջուկային ծրագրին առնչվող հարցեր։ ԱՄՆ-ն պահանջել է ավելի լայն քննարկումներ, որոնք ներառում են բալիստիկ հրթիռները, Իրանի զինված խմբավորումները, Իրանի վերջին դաժան ճնշումները բողոքի ակցիաների դեմ։
reinstated also service members who Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։ Նա զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին, հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, եթե Տեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Ի պատասխան Վաշինգտոնի հրետորաբանությանը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի մատները ձգանին է հզոր հակահարված տալու։ we'll see how it all works out. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո ստորագրել է 25% մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ հրամանագիր։ Դրանք վերաբերում են ցանկացած երկրի, որը առևտրային կապեր ունի Իրանի հետ։ Սպիտակ տան պարզաբանմամբ այս քայլով ուզում են խզել երրորդ երկրների եւ Իրանի միջև առևտրային կապերը։ Դա վերաբերում է մասնավորապես էներգետիկայի, մետալուրգիայի եւ նավթաքիմիական ոլորտներին։ Սրանք շարունակում են մնալ Իսլամական Հանրապետության կառավարության եկամտի հիմնական աղբյուրները։ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին։ Բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը հայտարարել էր Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք ըստ պետդեպարտամենտի զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի եւ նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ներողություն խնդրել նախորդային հրապարակած, հետո ջնջած ռասիստական տեսանյութը, որտեղ նախկին նախագահ Բարակ Օբաման եւ իր տիկինը Միշել Օբաման պատկերված են եղել որպես կապիկներ ջունգլիներում։ Նա պնդել է, որ չի տեսել վիրավորական բովանդակություն պարունակող տեսանյութի վերջնական կադրերը եւ սխալի համար մեղադրել է Սպիտակ տան աշխատակցին։ Նա շեշտել է, որ տեսանյութը եղել է ընտրակեղծիքների մասին եւ դրա համար է հավանություն տվել հրապարակելուն։ Թուրքիայում լուրջ անհանգստություն եւ դժգոհություն է առաջացրել Նիդերլանդների նոր կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացը, որտեղ առանցքային պաշտոններ է ստանձնելու ծագումով թուրք Դիլան Yeşilgözը։ Ժողովրդավարական կուսակցություն հանուն ազատության եւ ժողովրդավարության ղեկավարը ընդգրկվել է նոր կառավարության կազմում, զբաղեցնելով պաշտպանության նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները։ Չնայած իր ծագմանը, Yeşilgözը Թուրքիայում ընկալվում է որպես ազգի թշնամի եւ թիրախավորվում է թուրքական մամուլում իր վարած հետեւողական հակաթուրքական քաղաքականության համար։ Թուրքական կողմի դժգոհությունը հիմնված է Yeşilgözի մի շարք քաղաքական որոշումների վրա, որոնք հակասում են Անկարայի շահերին։ Մասնավորապես նա այն քաղաքական գործիչներից էր, որը 2018 թվականին ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև արգելել է նիդերլանդացի կին ոստիկաններին գլխաշոր կրել ծառայության ժամանակ։ Բացի այդ, Yeşilgözը հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու եւ վիրավորելու ազատությունը պաշտպանող նախաձեռնություններով։